ինչպես անընդհատ բանալ կշտամբում Facebook-ում Ես չեմ կշտամբում, ես Արգելի գործընկերներ, խնդրում եմ շատ լավ է հարցս հստակ էր։ Ինչ է սպասվում են մարդուն, ով կամավորով արդեն պայմանագիր ունի, բայց պարտադիր պետք է նաև միանա այս համակարգին։ Ինքը երկու տեղներ շարունակի այդ վճարումները։ Ապահովագրական համընդհանուր բարեփոխումը ենթադրում է, որ մեր ողջ բնակչությունը պիտի դառնա այս համակարգի մաս, որովհետև սա է երաշխիքը, որ մենք մեր բնակչության բոլոր ռիսկերը միահամ տեղելով առողջների, հիվանդների, փոքրերի, մեծերի, աշխատողների, չաշխատողների, ակտիվ կյանք վարողների, պասիվ կյանք վարողների, բոլոր ռիսկերը մեկ տեղելով մենք ստանում ենք ավելի կայուն ապահովագրական համակարգ եւ միայն դրա արդյունքում է, որ մենք կարողանալու ենք փաթեթի այն ծավալը, որը մենք ենք նախանշել, ապահովել այս արժեքով։ Սա սկզբունքն է, այո, սա պարտադիր ապահովագրական համակարգ է եւ անձը պիտի ունենա բազային պետական ապահովագրական փաթեթը։ Եթե դրան հավելալ ուզում է ունենալ մասնավոր ապահովագրական ծածկույթ, նա շարունակելու է ունենալ։ Եթե այսօր մարդը օգտվում է մասնավոր ապահովագրական ծառայություններից, ապա նրա ապահովագրողը պետք է վերահաշվար կանի այդ փաթեթի մասով եւ հիմնվելով մեր ապահովագրական բազային փաթեթի վրա, նրան նոր առաջարկանի ծառայությունների, իսկ շատ դեպքերում էլ նաև ոչ 129,000 դրամ, բայց մենք նաև ուսումնասիրել ենք մեր երկրում միջին ապահովագրական փաթեթները։ Դրանք բավական բարձր արժեքներ ունեն եւ ես դա բանով չեմ ասում, ինչը շատ նորմալ է։ Եվ մարդիկ շարունակելու են օգտվել իրենց մասնավոր ապահովագրական ծածկույթից, որի մեջ մի հատվածը լինելու է արդեն պարտադիր պետական բազային ապահովագրական փաթեթը։ Այս համակարգերը շատ նորմալ գործում են գրեթե բոլոր երկրներում, ժողովուրդ։ Մարդը վճարում է հիմնական բազային փաթեթի համար ֆիքսված արժեքը, լրացուցիչ էստեղ ուզում է ավել ծառայություններ, ավելի մեծ սերվիս, ավելի կոմֆորտ պայմաններ եւ այլն, վճարում է ավելի թանկ մասնավոր ապահովագրական պոլիսին։ Այստեղ բայց ո՞րն է նպատակը։ Շատ կարևոր է գալ նորից վերադառնալ նպատակին։ Մեր նպատակն է, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունենան առաջնահերթ կյանք փրկող հաշմանդամությունը կանխող իրավիճակներում ապահովագրված լինեն ֆինանսական մեծ բեռից, մեծ ծախսերից։ Չունենանք աղքատացում այն պարագայում, երբ որ մարդը ստիպված է տունը վաճառել, օրինակ սրտի վիրահատության համար, ստիպված է, չգիտեմ, իր ընտանիքի միակ ապրուստը, նույն գյուղացիական տնտեսությունների պարագայում վաճառել կամ վարկ վերցնել, որպիսի փակի իր առաջնահերթ վիրահատական միջամտությունները։ Սա է նպատակը, որ մենք տալիս ենք այն ցանկը, որը հրապարակվելու է եւ հասանելի է եւ մենք դա անընդհատ կոմունիկացնում ենք եւ շարունակելու ենք կոմունիկացնենք, այս ցանկը առաջին որպես մեկնարկային ցանկ բավական ընդգրկուն է։ Տիկին Ավանեսյան, դուք շատ լավ բան եք ասում, որ այո, այնպես ենք անելու, դա շատ կարևոր է, որ որևէ մեկը ստիպված չլինի տունը վարկով, տունը վարկ դնել, այս գրավ դնել, վարկ վերցնել առողջապահական ծախսերի համար կամ վաճառել եւ այլն։ Դա շատ լավ բան է։ Իմ հարցը բոլորովին այլ բան էր։ Հիմա մարդը արդեն, այսինքն այն մարդը, ով մասնավորի հետ այս պայմանագիրը չունի, իր համար դա շատ լավ է։ Իմ հարցը հետեւյալն է։ Այն մարդը, որ արդեն ունի մասնավորի հետ պայմանագիր եւ այդ մարդը ինքը նախընտրում է մասնավորի առաջարկած ծառայություններից օգտվել գոնե այն բազային ծառայությունները առաջին տարին, որի համար ինքը պայմանագիր է կնքել, մենք ինչ ենք առաջարկում այդ մարդուն, նա ստիպված է լինելու հրաժարվել, նրան պարտադրում ենք հրաժարվել մասնավորի համար առաջարկող այն ծառայությունների ցանկից, որ այս պետական ապահովագրության փաթեթում կա եւ ընդեղից օգտվել լրացուցիչ ծառայություններից միայն։ Այս պարագայում մենք հաշվի ենք առել, ասենք այդ մասնավոր ընկերությունների, մասնավոր ապահովագրական ընկերությունների ֆինանսական վիճակը։ Ի վերջո նրանք իրենց գործունեությունը այսպես ասած ծրագրավորել են
Հաշվի առնելով, որ ունեն այն հատ պայմանագիր, պետք է ստանային այսքան գումար, իրենց գործունեությունը արդյոք այսպես չի խաթարվում եւ այսպես մենք չենք հարձակվում կամ մենք փաստի առաջ չենք կանգնեցնում այդ մասնավոր ընկերություններին։ Չէ՞ որ սա էլ միգուցե պետք է փուլային լիներ, որ այս մարդիկ ժամանակ ունենային գործող պայմանագրերը շրջանառության կիրարկել, նոր կնքվող պայմանագրերի պարագայում դիմել արդեն, ասենք, իրականացնել այն պահանջները, որ դուք ասում եք։ Շատ լավ է։ Այ արդյոք մենք հնարավորություն չենք ուզում տալ մասնավոր ընկերություններին այդ ցիկլի մեջ ցիկլով մտնել, ոչ թե այսպես միանգամից կտրել, իրենց գործունեության ծրագրերը լրիվ խաչ քաշել եւ փաստի առաջ կանգնել։ Տիկին Գյուրեղյան, մենք որևէ մեկի գործունեության վրա խաչ չենք քաշում, այլ հակառակը։ Տեսեք, մենք նաև ուսումնասիրել ենք այն երկրների փորձը, որտեղ որ ներդրվում է բազային ապահովագրական ուրեմն համակարգերը, դրանք ձևավորում են ապահովագրվելու մշակույթ եւ մարդիկ իրենց եկամուտների եւ մենք դա տեսնում ենք Հայաստանում աճին համընթաց ավելի շատ ծառայությունների կարիք են ունենում, ավելի մեծ կոմֆորտի կարիք են ունենում, ավելի թանկարժեք բժշկական նշանակության պարագաների կարիք են ունենում եւ սա մեծացնում է մասնավոր ապահովագրական ընկերությունների հնարավոր բիզնես շրջանակը։ Նախ սա, երկրորդը, գիտեք, միանգամից չի։ Մենք 3.5 տարի է մոդելը արդեն վերջնականացրած ըստ էության քննարկված է, նրանց հետ մենք ունեցել ենք հանդիպումներ, ոչ մի բանը միանգամից չի, վաղվանից չի եւ մեր ապահովագրական ընկերությունները ունենալով շատ լավ նաեւ բիզնես պրոցեսներին արագ հարմարվելու ունակություններ, կարողություններ, արդեն իսկ վստահաբար ձևավորում են նաև պլյուս փաթեթների իրենց առաջարկները։ Եվ չեմ կարծում, որ այսօր օրինակ հայտնի է, թե 4 տարի հետո այս կյանքում ինչա լինելու։ Բայց այս պարագայում 3 տարի առաջ արդեն հայտնի էր մոտավորապես մոդելը ինչա լինելու եւ պատրաստվելու բիզնես պրոցեսները ուրեմն վերաձևակերպելու առումով մենք կարծում ենք բավարար ժամանակ եղել է։ Եվ ընդհանուր առմամբ էլ ապահովագրական այս համակարգի ներդրումը ըստ էության մենք փուլային էլ եկել է։ 30 տարի է փուլերով անելով գնում ենք, բայց ինչ որ մի կետ գալիս է, որ ըստ էության փուլերով հաջորդիվ արդեն պետք է որոշակի հստակություն լինի։ Տիկին Գյուրեղյան, հազար ներողություն, մեր մյուս գործընկերներն էլ հարցեր ունեն։